Կոմիտաս Փափազյան խաչմերուկից մինչև Հրաչյա Քոչար Փափազյան խաչմերուկի մայթեզրին տեղակայված 18 կրպակների սեփականատերեր եւ վարձակալներ երեկ Երևանի քաղաքապետարանից հանձնարարական են ստացել 7 օրվա ընթացքում ապամոնտաժել իրենց կրպակները։ Եթե իրենք չապամոնտաժեն, դա կանի քաղաքապետարանը, սակայն վաճառականները պետք է փոխհատուցեն այդ գումարները, ասված է հանձնարարականում։ Համ մեզ հացից կտրեն, համ էլ մենք իրենց փոխհատուցում տանք։ Այդ ով որ ստորագրել է այդ թուղթը, նման փաստաթուղթը եվրոպական երկրներում եղել, օրինակ Փարիզում, որ ամբողջ առևտուրը գնում ընդամենը կենտրոնում, փողոցում։ Հավաքվածները նշում էին, որ կրպակի օգնությամբ կարողանում են ընդամենը օրվա հացի փող վաստակել։ Նրանք ցույց էին տալիս պայմանագրերը, որ մինչև 2012 կամ 2014 թվականը կարող էին զբաղեցնել այդ տարածքը եւ զբաղվել առևտրով։ Նրանց բարկացնում են նաեւ այն, որ քաղաքապետ Կանե Կարապետյանը ոչ թե հրաման է ստորագրել, այլ հանձնարարական իջեցրել։ Ազգային ժողովի ժառանգություն խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը վստահեցնում է, որ այստեղ օրենքի խախտում կա։ Որոշ կրպակները ըստ էության սեփականություն են, իսկ օրենքով սահմանված է, թեև մարդու սեփականությունը կարող է ետ վերցվել կամ դատական որոշում պետք է լինի կամ կառավարությունը պետք է գերակա շատ ճանաչի, այս դեպքում ոչ առաջինը կա, ոչ երկրորդը։ Նրա խոսքերով այս կրպակներից օգտվում են հիմնականում սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչները, քանի որ նրանք շատ հաճախ ապառիկով են գնում ներկատարում։ Մոտակայքում գտնվող սուպերմարկետ, ինչի համար ես կարծում եմ սա կատարվում է, երբևիցե որևէ մեկին ապառիկ չի տալու։ Քաղաքապետի հանձնարարականից վրդոված են ոչ միայն վաճառականները, այլև գնորդները։ Ինձ հարմար է, որ ես այն վերևից իջնեմ, այստեղ առևտուր անեմ, ոչ թե գնամ սուպերմարկետ, իրանց ժամկետանց ապրանքները առնեմ։ Հավաքվածները փորձեցին հանդիպել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի հետ, չնայած աշխատանքային ժամին Էդուարդ Մուշեղյանը տեղում չէր։ Վաճառականների ստորագրություններով նամակը հանձնվեց վարչական շրջանի ղեկավարի քարտուղարուհուն։ Սուսաննա Պողոսյան, Հովսեփ Հովսեփյան, IPF։